Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է կանեկ եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ասոցիացված փորձագետ Էլեն Հողիկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հողիկյան, տեսեք, վերջին շրջանում Հայաստանում իրադարձությունները զարգանում են այսպես կայծակնային արագության, ընդ որում այդ արագության մեջ արդեն հասկանալի չէ այդ գործընթացները քաղաքական են, իրավական են, չգիտեմ, հասարակական են, թե մշակութային, անկեղծորեն։ Եվ քանի որ մենք էլ չունենք պակաս այս բոլոր երևույթները իրար հետ խառնելու, հա, քաղաքական ներկայացնել որպես իրավական եւ հակառակ իրավական ցանկացած գործընթաց ներկայացնել որպես քաղաքական հետապնդում, մարդկանց մոտ բնական հարց է առաջանում. ինչ է կատարվում Հայաստանում հիմա։ Եթե ընդհանուր ենք հարցին մոտենում վերջին, իրադարձությունների ֆոնին, իրավական process-ները իրավական են, քաղաքական process-ներն էլ շարունակում են քաղաքական մնալ, բայց ենթադրաբար որևէ իրավական process-ում փնտրելու դեպքում միշտ էլ կարելի է գտնել քաղաքական կոմպոնենտ, առանց դրա չի ստացվում։ Դե հիմա տեսեք, այդ ձեր ասած իրավական գործընթացների դեպքում որպես օրինակ բերում են 37 թիվ, ասում են մենք հիմա արդեն պերմանենտ արդեն հայտնվել ենք 37 թվում, 37 թվականին նույնպես քաղաքական հետապնդումների դեպքում կիրառվում էին իրավական ինչ-որ ձևակերպումներ եւ այլն, եւ հետեւաբար այն ինչ հիմա տեղի ունենում, մասնավորապես Սամվել Կարապետյանը կալանավորվեց, դա քաղաքական է։ 3 arczepiskopos արդեն կալանավորված են, մեկի դեպքում արդեն դատավճիռ կա, դա քաղաքական է։ Հիմա այսօր հենց մի քանի ժամ առաջ կայացվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման որոշում, դա բնականաբար քաղաքական հետապնդում է։ Այսպես անընդհատ այդ մասին է խոսվում, անընդհատ։ Նախ 37 թվին անդրադարձանեմ, եթե 37 թվի հետ կապված ինչ որ նմանություններ լիներ, տվյալ մարդիկ ոչ թե կբողոքեին 37 թվի հետ նմանությունների մասով, այլ պարզապես երևի թե բողոքելու հնարավորություն չէին ունենա, կլինեին Սիբիրին համարժեք ինչ որ վայրերում կամ կալանավայրերում, արդեն ըստ ճաշակի դա թողենք։ Չէ, դե ցուրտ են դրա։ Ինչ վերաբերվում է արդեն քաղաքական լինելուն բոլոր այն իրավական գործընթացների, որոնք դուք թվարկեցիք, եթե մարդը տվյալ դեպքում օրինակ հոգեվորականներից սկսենք, կասկածվում է, իհարկե անմեղության կախավարկածահարգելով, տվյալ պարագայում կասկածվում է քաղաքական զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ, դա քաղաքական է, թե այնուամենայնիվ իրավական է մոտեցումը տվյալ պարագայում, այսինքն պետությունը, իրավական մարմինները այս պարագայում պետք է գործեն, թե պիտի ամենաթողություն լինի, ով ինչ ուզում է անի։ Վերջին դեպքը, որ նշեցիք, Գյումրիի քաղաքապետը մեղադրվում է կարծես թե խոշոր չափով մի քանի դրվագով կաշառք պահանջել ստանալու մեջ։ Հիմա տվյալ դեպքում, եթե նման կասկած կա եւ կան ապացուցահեն ինչ որ այսպես հիմքեր, տվյալ պարագայում իրավական մարմինները պիտի գործեն, թե չպիտի գործեն։ Ինձ մոտ ուղղակի տպարություն է, որ քանի որ ընդդիմությունը չի կարողանում քաղաքականապես իսկապես որևէ կերպ ինքնահաստատվի կամ համոզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այն օրակարգերում, որոնք իրենք են հետապնդում, այդ իսկ պարագայում նրանք պարզապես այնքան են չարչրկել եւ չարաշահել քաղաքական process-ների ոչ թե քաղաքական, եկեք ավելի շատ այսպես ձևակերպեմ, իրավական process-ները քաղաքականացնելու այս թեզը եւ նաեւ այնքան են չարչրկել ինչպես նրանք են սիրում ասել, քաղբանտարկյալ եզրույթը, որ արդեն այդ եզրույթն էլ կարծես թե շատերի համար կորցրել է իր իրական իմաստը։ Դե վերջին 5 տարվա ընթացքում, եթե այդ դրամաբանության գնանք, բազմաթիվ բառեր կան, արտահայտություններ կան, որոնք իմաստազրկվել են։ Դավաճանից սկսած թուրքով վերջացրած, ով քո այդ համաձայն չի կամ դավաճանը կամ թուրքը։ Այսինքն այդ մեզ մոտ արդեն նորմա է դարձել, ընդ որում խոսակցական կենցաղային մակարդակում էլ, այսինքն այդ այնքան է արժեզրկվել, որ մարդիկ արդեն իրար հետ այդպես են բանավիճում։ Դե հիմա պահից դրությամբ ստացվում է, որ այնուամենայնիվ ձեր հարցի պատասխանը ձեր նշած առնվազն դեպքերով, եթե
տրամաբանորեն փորձենք այսպես դատել, առնվազն շարունակում է իրավական մնալ, քանի դեռ չկա հիմք պնդել, որ եթե քաղաքաբանտարկյալի իրական այսպես բացատրությամբ կողմնորոշվենք կամ փորձենք գնալ ինչ է քաղաքական հայացքների համար, երբ որ մարդկանց նստեցնում են։ Տվյալ պարագայում ոչ թե հայացքների համար են այդ մարդիկ հայտնվել իրավական մարմինների ուշադրության կենտրոնում, այլ հայտնվել են ինչ-որ հակաիրավական գործողություններ անելու հետևանքում։ Այդ իսկ պատճառով անկախ նրանից, որ նրանցից շատերը կամ եղել են, կամ գուցե իրավական process-ների արդյունքում իրենց հայտարարել են օպոզիցիոներ, անկախ այդ ամենից, այնուամենայնիվ նրանք հակաիրավական գործողություններ անելու կասկածով են հետապնդվում տվյալ մարմինների կողմից։ Կրկին անմեղության կանխավարկածը չխախտելով այն մարդկանց, ովքեր դեռ շարունակում են տվյալ մարմինների ուշադրության կենտրոնում մնալ, այնուամենայնիվ process-ը կարծում եմ, որ իրավական է։ Տեսեք, ընդդիմադիրները դրամաբանական շղթան կառուցելուց, ապացուցելիս եւ որ սրանք քաղաքական գործընթացներ են, ինչ են ասում են, տեսեք, իշխանության ներկայացուցիչների հետևից ընկած չեն, գաղտնալսումներ չեն անում են միայն այն դեպքում, երբ այս կամ այն անձը հայտ է ներկայացնում իշխանությունից դուրս գալու կամ ասենք չգիտեմ ինչ-որ ներքին ամբոստության փորձեր անում, այ մենակ այդ դեպքում եւ նույնիսկ դեպքեր եղան, երբ հիշեցին Վաղարշապատի արդեն նախկին քաղաքապետին, որի դեմ քրեական գործ հարուցվեց այն ժամանակ, երբ այդ մարդը որոշեց, որ լիազորությունները վայր է դնում։ Դե գուցե հերթականությունը հակառակն է եղել, ես տվյալ դեպքը պարզապես չեմ հիշում, չեմ կարող մեկնաբանություն տալ։ Դրամաբանական շղթա կառուցելիս դա էական դրամաբանական շղթա կառուցելիս երբեմն վերջին շրջանում այնուամենայնիվ երբ որ նայում ենք իրադարձությունների հերթականությանը, ինձ մոտ առնվազն տպավորություն է, որ այն մարդիկ, ովքեր հայտնվում են իրավական մարմինների ուշադրության կենտրոնում, հանկարծ դառնում են օպոզիցիոներ։ Եվ դրա հետևանքում այդ իրավական հետապնդումը փորձում են հիմնավորել կամ բացատրել իրենց քաղաքական հայացքներով, որոնք մինչ այդ օրը առնվազն գոնե շատերին հայտնի չէին։ Մյուս կրվանը որ կա, որը ընդդիմությունը այսպես անընդհատ ակտիվորեն շրջանառում է, դա այն է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գալիք տարի նախանշված իշխանությունը պարզապես մաքրում է դաշտը ընդդիմությունից, որպեսզի գա արդեն բացարձակ իշխանության, մասնավորապես իրականացնի այն նպատակը, որի մասին հայտարարել է թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե նրա գաղափարական թիմը, ասելով, որ նպատակ է դրված վերցնել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում։ Նրանք այսօր էլ ունեն սահմանադրական մեծամասնություն, այնպես որ դրա համար կարծես թե որևէ գործողություն նույնիսկ պատերազմը պարտվելուց հետո չպահանջվեց անել, եւ կարծում եմ, որ առնվազն ներկայիս արմատական ընդդիմության կողմից նման պնդումներ անելը փոքրինչ ծիծաղելի է ինչ որտեղ նաև, որովհետև վերջին առնվազն երկու ընտրությունների ընթացքում նրանց այդպես էլ չհաջողվեց գոնե եթե դաշնակցության մասով գանք, եթե գանք ՀՀԿ-ի մասով եւ մի շարք այլ կուսակցությունների մասով չհաջողվեց անգամ փոքրամասնություն հավաքել, որպեսզի նրանք կարողանան անցնել խորհրդարան։ Օրինակ նույն պատիվ ունեմը չէր հաղթահարել այնուամենայնիվ 4%-ի շեմը, բայց քանի որ խորհրդարանում առնվազն 3 կուսակցություն ներկայացան, այո, նրանք հայտնվեցին դրա հետևանքում։ Հիմա պնդել, որ ներկայիս իշխող ուժը ունի կարիք մաքրելու դաշտը ընդդիմությունից, որպեսզի իրենք սահմանադրական մեծամասնություն կարողանան կրկին հավաքել, այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ հիմնավորված չի, որևէ կերպ եթե ավելին չասեմ։ Իսկ դեռ չի թվում, որ օրինակ արմատական ընդդիմությունը ամենադեպս այն ընդդիմության այն հատվածը, որ այդպեսին որպես ներկայանում է, ու որը այստեղ անհարգալից որևէ բան չկա, ուղղակի համեմատությունը թափառոխոսանքի նման գնում է շարժումից այն շարժում, սրբազան շարժում կլինի, հիմա արդեն մեր ձևով շարժումը կա,
Եվ այդ մարդիկ, որոնք այդ ասած թափառախոսանքի տրամաբանությամբ հայտնում են այնտեղ ունեն միայն մեկ նպատակ, որպեսզի բացի իրենցից ընդդիմություն չլինի։ Դե բացի իրենցից փաստացի չի ձևավորվում ընդդիմություն, որովհետև աղմուկը դաշտում այնքան շատ է, որ առողջ ուժերը որպես այդպեսին հնարավորություն էլ չեն ստանում որևէ կերպ ինքն արտահայտվելու կամ այդ աղմուկի մեջ որևիցե կերպ ինչ որ ավելի օրվան համապատասխան օրակարգեր ձևավորելու կամ այդ օրակարգերով մարդկանց ուշադրությունը գրավելու, որովհետև տվյալ պահին ընդդիմության, արմատական ընդդիմության հիմնական նպատակը կարծում եմ հենց դա է։ Մաքսիմալ աղմուկ ապահովել, որի մեջ կորում են արդեն ռեալ խնդիրները, որտեղ որ նրանց լսում ենք 37 թիվ եւ այլն, այնքան երբեմն այնքան ծիծաղաշարժ, այսպես բաներ են ասում, որոնք որ որևիցե կերպ հնարավոր չէ հիմնավորել, այսինքն ասելու պարագայում անգամ արդեն, բայց նրանք շարունակում են միևնույնն է, շարունակում են նույն տրամաբանությամբ վերջին մի քանի տարիները առաջ գնալ։ Ես էլ ենթադրում եմ, որ գուցե հենց նպատակը դա է թույլ չտալ առողջ նոր ուժերի ձևավորվել։ Բացի դրանից պայմանավորված նրանով, որ մի շարք լրատվականներ, որոնք որ պատկանում են նաև այդ ընդդիմադիր ուժերին, արմատական ընդդիմությանը եւ այլն, որոնք որ բավականին ակտիվ են նույն այդ դաշտում, նրանց մեկնաբանություններն էլ իրադարձությունների կամ առհասարակ լրատվական դաշտի ուզուրպացիան, եթե կարող ենք ասել տվյալ լրատվականների կողմից տեղ չի թողնում առողջ ուժերին որևիցե կերպ ձևավորելու կամ օրակարգեր կամ ոչ թե ձևավորելու, այլ այդ օրակարգերով հանդես գալու եւ ուշադրություն գրավելու կրկին լրատվական դաշտում տեղ գրավելու տվյալ պարագայում։ Առողջ ուժեր, եկեք հանրային ռադիո։ Հիմա տեսեք, քանի որ խոսեցինք ընդդիմության փաստարկներից, հիմա փորձենք նաև իշխանական թևի փաստարկների մասին խոսել։ Տեսեք, ոչ ուղիղ իհարկե, բայց ակնարկներով իշխանության թևի ներկայացուցիչները այսպես փորձում են գլխի գցել, որ նախ պայքար չկա եկեղեցու դեմ, կա առանձին վերջած բարձրաստիճան հոգևորականների հետ խնդիր, եւ այդ խնդիրը անգամ կոռուպցիան չի եկեղեցում։ Այսինքն եկեղեցու ներքին խնդիրները չի։ Խնդիրն այն է, որ վարքի ու բարքի հետ խնդիր ունեցող կոնկրետ հոգևորականներ ինչ-ինչ պատճառներով կամ հանգամանքներից ելնելով սպասարկում են ոչ Հայաստանի Հանրապետության շահերը, այսինքն ըստ էության Հայաստանում ներկայացնում են մեզ բարեկամական մեկ այլ երկրի շահեր։ Այստեղ էլ եկեք փոքրինչ հետ գնանք եւ փորձենք ինքներս մեզ հարց տալ։ Մեր եկեղեցու գլուխը կաթողիկոսը ստանում է պատվո շքանշան Ռուսաստանի Դաշնության նախագահից։ Ինչի համար։ Հայ-ռուսական բարեկամության գործում ունեցած ավանդի, եթե չեմ սխալվում, այդպես է ներդնում։ Մշակութային կապերի եւ այլն, դա հիմնավորումն է, բայց իրականում հիշում եք արդյոք որևիցե մի դեպք, երբ որևիցե մի երկրի եկեղեցու գլուխ ստանում է շքանշան մեկ այլ երկրի ղեկավարի կողմից, այն էլ այն պարագայում, երբ այդ երկիրը չի թաքցնում իր նպատակները տվյալ երկիրը կլանելու կոնտեքստում։ Եկեք խոստովանենք այնուամենայնիվ, որ Ռուսաստանը վերջին տարիներին այդպես ամենևին չի թաքցրել իր հողերը հետ հավաքելու նպատակները սկսած Ուկրաինայի պատերազմից, մինչ այդ էլ խոսում էին իհարկե կայսրությունը վերականգնելու, կայսերական այսպես ինչ որ տրամաբանության վերադառնալու, քանի որ այլ կերպ նրանք չեն կարող։ Ոչ միայն, եթե հետևենք նրանց էքսպերտների վերջին առնվազն 10 տարիների զրույցներին, քննարկումներին եւ այլն, կարմիր թելի նման այս կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի այլընտրանք չունենալու, միայն կայսրության դերում լինելու պարագայում նախկին այսպես հզորությունը վերականգնելու եւ այս թեմաներն են հիմնականում եղել կենտրոնում։ Եթե այս պրիզմայով ենք դիտարկում, ստացվում է, որ այնուամենայնիվ չէր կարող անշահախնդիր լինել տվյալ մոտեցումը կամ լավ ինչ ծառայությունների համար պիտի, այլ տվյալ երկրի ղեկավարը, որը որ արձանագրում ենք, որ այնուամենայնիվ այնքան էլ այսպես
բարիդրացիական մոտեցում ունի տվյալ բարակայում Հայաստանի Հանրապետությանը, այսինքն հանրապետություն լինելու հանգամանքին, եւ Հայաստանը ավելի շատ տեսնում է Ռուսաստանի կազմի մեջ մի երկիր, որը առնվազն 40 միլիոնանոց Ուկրաինայի անկախությունը չի ճանաչում որպես այդպիսին, Ուկրաինային այսօր էլ իրենց լեզվով նիդա գասուդարստվա են անվանում, ինչ պատճառներով պիտի Հայաստանին էլ մոտեցում ցուցաբերի։ Հիմա եթե այս ամենը հաշվի ենք առնում, ինձ մոտ էլ եւ ցանկացած մեկի մոտ հիմնավոր կասկած կարող է առաջանալ, թե ինչու պիտի հենց այդ երկրի ղեկավարը պատվո շքանշանով, այսպես պատվի մեր եկեղեցու գլխին կաթողիկոսին։ Որում եթե չեմ սխալվում, դա առաջինը չէ։ Եթե չեմ սխալվում, նա ունի նաև մեդալ ռուսական եկեղեցու պատրիարքից։ Դա ինչ որ կերպ դեռ հնարավոր է բացատրել, բայց տվյալ պարագայում մեկ այլ պետության ղեկավարից պատվո շքանշան ստանալ, այն էլ համատեքստը հաշվի առնելով, համաձայնեք փոքրինչ անսովոր է, եթե ավելին չասենք։ Հիմա եթե սա հաշվի ենք առնում եւ նաեւ դիտարկում ենք այն քայլերը, որ եկեղեցին հետեւողականորեն արել է վերջին տարիներին, առնվազն հեղափոխությունից հետո, այդ կասկածները առավել քան, այսպես, սրվում են իրենց բնույթով։ Տեսեք, 18 թվականին հեղափոխությունից հետո ներկայիս իշխանությունների հեղափոխությունում հաղթանակից հետո շարժում էր ձևավորվել, վստահ եմ հիշում եք, տարբեր եկեղեցականներ պահանջում էին, որպեսզի կաթողիկոսը հեռանա, Նիկոլ Փաշինյանին հորդորում էին, որպեսզի նա իր ներդրումը ունենա այդ գործում, նա արձանագրեց, որ չի պատրաստվում խառնվել, պետություն իբրև պետության որպես գլուխ չի պատրաստվում խառնվել եկեղեցու գործերին, եկեղեցին ինքը պիտի որոշի իր անելիքները տվյալ բարակայում։ Այսինքն պնդումը, որ պետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի այս պարագայում եկեղեցու նկատմամբ ինչ-որ ոտնձգություններ է թույլ տալիս եւ այլն, գոնե առնվազն այս համատեքստում եթե դիտարկում ենք, այնքան էլ հիմնավորված չէ։ Այնինչ եկեղեցին 20 թվականից եւ մինչեւ այդ էլ գոնե առնվազն մինչ պատերազմը շատ ավելի անտեսանելի էին գործում, եթե կարող ենք այդպես ասել, գոնե 20 թվականից հետո սկսած պատերազմից դուք էլ հիշում եք, բոլորս էլ հիշում ենք կոչը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու եւ բազմիցս քաղաքական տարբեր process-ների մեջ խառնվելու։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը աշխարհիկ պետություն է եւ պետությունը իշխանությունը, կառավարությունը եւ եկեղեցին իրարից անջատ են գործում։ Սահմանադրորեն։ Չեմ ընդհատում, չեմ, հենց սահմանադրորեն։ Երեք Լևոն Զուրաբյանը իմ գործընկեր Արշալույս Մոտեսյանին տված հարցազրույցում բառացիորեն պնդեց, որ սահմանադրությունը արգելում է պետությանը խառնվել եկեղեցու գործերին, բայց հակառակ ուղղությամբ արգել գոյություն չունի։ Դե գուցե Ես չգիտեմ, որ սահմանադրությունը Սահմանադրությունը կարդալով նա նման հետևություններ է արել, ես չեմ կարող Լևոն Զուրաբյանի ասացի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել, բայց եկեք նաև փորձենք այսպես ավելի մի փոքր ավելի հերվից գալ։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունի ունենալ իր կարծիքը բոլոր գործընթացների վերաբերյալ։ Բայց եթե տվյալ քաղաքացին այս պարագայում տարբեր եկեղեցականներ, բարձր այսպես պաշտոնների կամ ցածր տվյալ պարագայում էական չէ, դա անում են շահարկելով իրենց դիրքը եկեղեցում, այսինքն նրանք հանդես են գալիս որպես եկեղեցու անդամներ, arczepiskopos, քահանա եւ այլն։ Այս պարագայում ստացվում է, որ նրանք ոչ թե հայտնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը, այլ դառնում է, որ հայտնում են եկեղեցու դիրքորոշումը։ Հատկապես, եթե եկեղեցին այս պարագայում չի որևէ կերպ չի փորձում իրեն անջատել այդ process-ներից։ Հակառակը տեսնում ենք, որ կաթողիկոսը օրհնում է նույն մեր ընդդիմադիրների տարատեսակ ինչ որ շարժումներ կամ առնվազն հայտարարվում է arczepiskoposների կողմից, որ ունեն կաթողիկոսի օրհնությունը, այդ նույն ընդդիմադիր շարժումների իրականացնելիս օրեր առաջ երևի թե 3 չառաջ որ տեղի ունեցած այդ երթի արդյունքում նա նույնպես ընդունեց օրհնեց էլի 3 էր այո ընդունեց օրհնեց երթի ներկայացուցիչներին մեր ձևով շարժման այսպես
պարագլուխներին եւ նմանատիպ դեպքերը շատ են, եթե թվարկենք, կարող ենք այդպես շատ թվարկել, այնինչ, երբ Նիկոլ Փաշինյանը Բուլղարիայում էր, եթե չեմ սխալվում, Բուլղարիա իր այցի ժամանակ էր, ուղղակի եթե սխալվում եմ, այնտեղի հայկական թեմի ներկայացուցիչը երբ որ նրան ողջունեց եւ հայտնեց դիրքորոշում, որտեղ նշում էր, որ շատ ուրախ են Հայաստանի ներկայիս այսպես վերցրած ուղիով եւ այլն, եկեղեցին շտապեց անմիջապես արձանագրել, որ դա իր մոտեցումը չի եւ իր պաշտոնական դիրքորոշումը չի։ Եթե այս մի դեպքով նրանք արձանագրում են, որ սա իրենցը չի, բայց մնացած բոլոր դեպքերում լռում են, այնինչ իրենց ներկայացուցիչները հանդես են գալիս եկեղեցական շորերով, իրենց դիրքը նշելով, ոչ իրենց քաղաքացիական անվանումներով, այսինքն այստեղ հետևությունը չի կարող լինել այլ, քան որ եկեղեցին ամբողջապես այս process-ները աջակցում է process-ներին այս կամ գուցե անգամ նաև այս process-ների հենց կատալիզատորն է ինչ որ չափով։ Տեսեք, կա նաև դիտարկում, որ այս բոլոր process-ները, որոնք հիմա այսպես հանկարծ ակտիվացել են, ամենատարբեր ուղղություններով զարգանում են, այդ դրանց համար կատալիզատոր հանդիսացավ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան եռակողմ հայտարարությունը, հռչակագիրը ներողություն, եւ եթե ոչ այսպես զուգահեռ, ապա անմիջապես հետո քաղաքական գործընթացները Հայաստանում այսպես հախուռն մի քիչ տեսք ստացան, բազմաճյուղ, բազմակենտրոն, հա, եւ թվում է թե համընկնումը պատահական չի։ Ես էլ չեմ կարծում, որ պատահական է, բայց process-ները կային, ուղղակի ինչպես նշեցի, ամսի 8-ից հետո նրանք գուցե ավելի հախուռն դարձան կամ գուցե ավելի շատ ավելի այսպես ավելի ծավալուն դարձան, ավելի համակարգված չգիտեմ ինչքանով համակարգված կամ չգիտեմ մի կենտրոնից համակարգվող թե չէ, ամեն դեպքում գոնե շատացան գործող անձինք ու շատացավ ինտենսիվությունը իրադարձությունների, հիմա թե դա ամառվա վերջով կարող ենք պայմանավորել, թե կարող ենք պայմանավորել բացառապես ամսի 8-ից հետո արդեն իսկ զարգացող գործողություններով, այնուամենայնիվ ունենք փաստ, բայց ես չեմ կարծում, որ դա միայն ամսի 8-ի այսպես ստորագրած հռչակագրով էր պայմանավորված եւ մնացած համաձայնագրերով, այստեղ ունենք նաեւ 2026 թվականի բավականին արագ մոտեցող պարլամենտական ընտրություններ։ Եվ բոլոր քաղաքական գործիչներն էլ գիտեն, որ առնվազն 26 թվականին ինչ որ չափով քաղաքական կապիտալ հավաքելու համար գոնե 1 տարի առաջ կամ գոնե 10 ամիս առաջ պիտի սկսեն քաղաքական ակտիվություն ցուցաբերել եւ պիտի սկսեն արդեն ինչ որ օրակարգեր ձևավորել եւ այդ օրակարգերով քաղաքացիների ուշադրությունը գրավել։ Թե ինչքանով կստացվի, դա արդեն Երևա առաջիկա 10 կամ քանի ամիս է մնացել հունիսի ընտրություններին այդ ամիսների ընթացքում, բայց որ process-ները գնալով ինտենսիվանալու են, դա նույնպես ակնհայտ է եւ տեղավորվում է բոլոր քաղաքական այսպես տեսությունների տրամաբանության մեջ, եթե այդպեսին ասեմ, բիզնես ցիկլը որպես այդպեսին ընտրությունների միշտ սկսվում է 1 տարի առաջ, առնվազն ինտենսիվանում է շատ ավելի 6 ամիս առաջ եւ ամենավորոշիչ դերը խաղում են վերջին 1-2 ամիսները որպես այդպեսին։ Ենթադրում եմ, որ առաջիկա ամիսներին ականատես կլինենք էլ ավելի ակտիվ գործողությունների։ Թեպետ լավ չեմ պատկերացնում ներկայիս քաղաքական դաշտը, եթե մենք հաշվի ենք առնում, ինքներդ էլ նշեցիք, որ տարբեր գործող անձինք մի քաղաքական ուժից մյուսն են այսպես գնում, ինչ նոր դեմքերով պիտի հանդես գան, որովհետև քաղաքական ակտիվը Հայաստանում այնպես չի, որ շատ հարուստ է եւ հնարավոր է լինելու այսպես ինչ որ մեկին գտնել եւ բերել ներկայացնել իբրև քաղաքական գործիչ ու այդ մարդու վրա ինչ որ աշխատանք տանել, հետո էլ հնարավոր կլինի պարլամենտում դրանց ինչ որ ձեւով ներկայացնել։ Նախորդ ընտրություններին էլ ներկայիս արմատական ընդդիմությունը այսպես հույսեր ուներ, որ բավականին լուրջ ներկայացվածություն է ունենալու։ Ես անգամ հիշում եմ, որ նրանք վստահություն ունեին անգամ, որ իրենք են հաղթելու, կրկին հայտարարում էին, որ ներկայիս իշխող ուժը պարտություն է կրելու քաղաքացիական պայմանագիրը Ես նույնիսկ հիշում եմ, թե ինչ վստահ էին դա կրկնում, այնպես որ նորություն չէ նա, ինչ որ անում են նաև այսօր այդ նույն բոլոր քաղաքական ուժերը, որոնցից շատերը մի կերպ
առնվազն մեկը մի կերպ հաղթահարեց ընտրական շեմը կամ չհաղթահարեց, մյուսն էլ Ռոբերտ Քոչարյանի հետ այսպես միասին կարողացավ հայտնվել ազգային ժողովում, մյուսները առհասարակ որևէ կերպ չհաջողեցին, բայց նրանք չգիտես թե ինչու ունեն էլի կարծես վստահություն կամ գոնե ցույց են տալիս որ ունեն վստահություն, որ իրենք հաջողելու են այնինչ ներկայիս իշխող ուժը առաջիկա ընտրություններին չի կարողանալու որևիցե կերպ անգամ պահանջվելիք 50% հավաքել։ Ըստ իս խնդիրը այստեղ նրանում է տվյալ քաղաքական ուժերի, որ նրանք որևէ իրական ռեալ օրակարգով հանդես չեն գալիս բացի այն կենացներից, ծեծված հայտարարություններից, որ լսել ենք տարիներ շարունակ, որոնց պատճառով կարող ենք արձանագրել նաև, որ հասանք 2020 թվականին եւ ունեցանք այն հետևանքները, որ ունեցանք 2020 թվականի պատերազմից հետո, որից հետո նաև ունեցանք այն ողբերգությունը, որն էր Արցախի հայաթափումը։ Հիմա այդ նույն մարդիկ, որոնք սրանից ընդամենը 3 տարի առաջ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա Հայաստանի ամենաողբերգական փաստաթղթերից մեկն է, որ դա կապիտուլյացիա են անվանում։ Հա, որը աբսոլյուտ կապիտուլյացիա էր, իրենք էին այդպես ներկայացնում։ Հիմա ասում են, գիտեք ինչ, եկեք այս օգոստոսի 8-ի եռակողմը 25 թվականի ճղենք գցենք մի կողմի վրա, վերադառնանք նոյեմբերի 9-ի։ Ես անընդհատ այդ հարցը տալիս եմ իրենց, ասում եմ, ինչ եղավ 25 տարվա ընթացքում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ձևը իր տրամաբանությունը փոխեց։ Բնության մեջ ինչ-որ նման փոփոխություն եղել է, դուք քաղաքագետ եք, դուք հետևում եք այդ ամեն ինչին։ Քաղաքական դաշտում ինչ է եղել։ Քաղաքական դաշտում կարծում եմ բան չի փոխվել, պարզապես քանի որ ռեալ օրակարգ չունեն, օրակարգ չունենալու արդյունքում պիտի օգտագործեն այնինչ կա, իսկ այս պարագայում տարբերությունը նոյեմբերի 9-ի հիմնական տարբերությունը արձանագրենք եւ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի նրանում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փաստորեն միջնորդավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, իսկ օգոստոսի 8-ի փաստաթուղթը միջնորդավորվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Հիմնական տարբերությունը դրանում է, եւ դրանով արդեն իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այս շրջանակների կողմից, ովքեր չեն թաքցնում իրենց ռուսամետ լինելու հանգամանքը, ավելին նրանցից շատերը տարբեր փուլերում հայտարարել են, որ բոլորովին դեմ չէին լինի հայտնվել Ռուսաստանի Դաշնության հետ մեկ պետության մեջ։ Բնական է, որ միայն դրանով պայմանավորված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նրանց համար շատ ավելի ընդունելի եւ ցանկալի պիտի լինի։ Ուրիշ տրամաբանություն այստեղ փնտրել կարծում եմ պետք չէ։ Լավ, չենք փնտրի։ Եկեք փորձենք ամփոփել, գիտեք ինչ տրամաբանությամբ, տեսեք, մենք 25 րոպե մոտավորապես արդեն քննարկում ենք, թե ինչ աստիճան իրացիոնալ է Հայաստանի քաղաքական դաշտը եւ բնականաբար ոչ իրացիոնալ քաղաքական դաշտում ռացիոնալ գործընթացներ տեղի ունենալ չէր կարող։ Հիմա ինչ է պետք անել, որտեղ սա ըստ էության նաև պետական անվտանգության խնդիր է։ Ինչ է պետք անել, իշխանությունը պիտի անի, ես եւ դուք պիտի անենք, որ այդ ամենը գա մտնի ռացիոնալ դաշտ, որ մարդիկ չխելագարվեն քաղաքական գործընթացներին հետևելիս։ Քաղաքական process-ներ են, որ կարծում եմ դժվար կլինի շատ արագ փոխել։ Նախ կարծում եմ 35 տարիները, 34 տարիները, որ մենք ունեցել ենք անկախացումից ի վեր, բավականին կարճ ժամանակ է իբրև պետություն, հատկապես իբրև դեմոկրատական պետություն կայանալու համար։ Սրանք process-ներ են, որոնց միջով պիտի անցնենք։ Միևնույն ժամանակ նշենք, որ եթե չլինի տվյալ պարագայում մեր ողերին բարեկամի կողմից այս միջամտությունների շղթան այս ողջ տարիների ընթացքում, ապա կարող եմ նաև չգիտեմ ինչի վստահաբար այնուամենայնիվ, բայց պնդել, որ չէինք ունենա այն որակական ընդդիմադիր դաշտը, որակապես ձևավորված որակապես այն ընդդիմադիր դաշտը, որ ունենք այսօր։ Եթե չլիներ նույն Ռուսաստանի Դաշնության կողմից աջակցությունը տվյալ քաղաքական ուժերին կամ նրանց միջոցով քաղաքական process-ների, այսպես process-ների մասնակցությունը կամ process-ների որակազրկումը, նույնիսկ ինչ որտեղ կարող ենք ասել, ապա գուցե հնարավորություն ստեղծվեր նոր քաղաքական ուժերի, առողջ քաղաքական ուժերի ձևավորման համար։ Ի վերջո, շատ շատերից ես էլ գուցե դուք էլ լսել եք, որ այս պայմաններում շատերը
ցանկություն էլ չունեն որևիցե կերպ քաղաքականություն մուտք գործելու, քաղաքականությամբ զբաղվելու, որովհետև ինչպես նշեցիք, քննարկման առարկա են դառնում ոչ թե բովանդակությունը, որպես այդպեսին, այլ քննարկման առարկա են դառնում այն մարդիկ, ովքեր հանկարծ որոշում են զբաղվել քաղաքականությունով։ Այսինքն խոսքը ամեն ինչի մասին է, բացի քաղաքական process-ների եւ քաղաքականության։ Պիտի պարզապես երևի թե փորձենք դիմակայել ինչ որ կերպ եւ չգնալ այն մարդկանց հետևից, ովքեր շարունակում են կամ չքվյարկել այն մարդկանց օգտին, ովքեր շարունակում են կենացներ ասել ռեալ օրակարգեր առաջարկելու փոխարեն։ Այսօր ցավոք սրտի ռեալ օրակարգեր առաջարկող քաղաքական ուժեր որպես այդպեսին շատ քիչ են։ Երևի եզակիներից մեկն էլ իշխող ուժն է, անկախ նրանից մեզ դուր է գալիս այն, ինչ նրանք առաջարկում են, թե ոչ, այնուամենայնիվ, երբ համեմատում ենք այն ամենի հետ, ինչ որ այսօր ունենք, փաստացի ռեալ բովանդակային, օրակարգային, այսպես հիմքով հանդես են գալիս միայն նրանք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ, այսօր իմ զրուցակիցներ կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ասոցիացված փորձագետ Էլենա Օղիկյանը, ես Լևոն Սապտերանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։